Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ շատ մանկապարտեզներ կան կառուցված Տաշիր բարեգործական հիմնադրամի միջոցներով, ծննդատուն, Ղարաբաղում հիվանդանոց, շուտով կբացվի Սպիտակի մանկապարտեզը։ Բայց ես գիտեմ, որ դուք չգիտեք ևս մի բան, այդ ճակերտավոր բարեգործության մասին կուզենամ ձեզ ասեմ հիմա։ 2022 թվականին թշնամու կողմից ռմբակոծվեց Հայաստանի տարբեր մարզեր։ Այդ թվում շատ մեծ վնասներ կրեց Սոտք գյուղը և պարոն Կարապետյանի խիստ հրահանգով շատ հեատապ արագ ուսումնասիրվել է Սոտք գյուղի վնասները և ուզում եմ այս պահին ասեմ ձեզ, որ Սոտքում վերակառուցվել է 146 տանիք, ամբողջությամբ վերակառուցվել է միանման, որից հետո բոլոր 146 տների ճակատային մասերը ամբողջությամբ նորից վերակառուցվել է։ Այդ 146 տներից մոտավորապես 25-ից 30 տունը ընդհուպ միջև 4 պատից 3 պատը վերակառուցվել է։ Այս ճակերտավոր բարեգործության մասին է խոսքը, արդյոք։ Ժողովուրդ ջան, նորից ուզում եմ շնորհակալությունս հայտնել ձեր աջակցության համար, պարոն Կարապետյանին, հայ առաքելական եկեղեցուն։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, լինենք համբերատար, աղոթենք Աստծուն, որ հաղթի բարին։ Շնորհակալ եմ շատ։ Կներեք ձեր իքրեք ներկայացնենք։ Մի ներկայացրեք, շնորհակալ։ Ուղղակի պետք է հիմք լինի դրա համար։ Ինչը պետք է մրոտեն, օրինակ ես ուզում եմ հասկանամ ինչից են խոսում։ Մի հատ կարակ ասեք ինչից են խոսում։ Դե ասում են, որ հիբրիդային անվտանգության հարցեր են։ Ինչ է նշանակում հիբրիդային անվտանգության հարցը։ Ակնարկում են Ռուսաստանի միջամտությունը եւ Հայ ժողովրդի բարբերաբար այդ թեմաներով անդրադարձեր են լինում։ Հայ ժողովրդի մեծամասնությունը ապրում է Հայաստանից դուրս։ Այսինքն Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, Հայաստանից դուրս ապրում է 4 միլիոն հայ։ Հայաստանից դուրս ապրող հայերը եւս հայերեն ու երբեմն շատ ավելի մոտիվացված ու իրենք էլ ունեն կարծիք իրենց հայրենիքի մասին։ Ասում է այո չեն կարող գալ դրսից ինչ-որ մարդիկ ու ինչ-որ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության հարցերում։ Իհարկե սպառնալիքներ պետքա չհնչեցնեն։ Պարոն Կարապետյան, արդեն տուգանել են հեծին 10 միլիոնով Տաշիրից ցանցում են փակել, սրա մասով ինչ կասեք, դա որոշ կետեր տաշիր։ Ոչ մի բան, նորմալ է։ Փոխվեց այս իշխանության մոտ, որովհետև դուք նաև այս իշխանության օրենք եք բարեգործական ծրագրեր իրականացրել Հայաստանում։ Ինչը փոխվեց։ Իշխանության օրոք չենք իրականացրել, այլ իրականացրել ենք մեր երկրում։ Այսինքն չկա իշխանության համար չենք արել, դա արել ենք մեր երկրի համար օգտակար լինելով մեր հայրենակիցներին ու դրա դիմաց չպահանջելով ոչ մի բան։ Այսինքն լսում եք Կարապետյան մի հարց, տեսեք Կարապետյանները, մասնավորապես Սամվել Կարապետյանը, իշխանության հավաքնելու, այսպես իշխանությանը հավաքություն ունի, օրինակ դիտարկում է այդպիսի իրավիճակ, որ հաջորդ ընտրություններին կարող է առաջադրվել ու երևի ճիշտ հասցեատեր չեք գտել, ես կարող եմ տնտեսական գործունեությունը, որ մենք տանում ենք դրա մասին պատմել, բայց ճիշտ հասցեատեր չեք գտել այդ հարցը տալու։ Չէ, օրինակ դուք մեկնաբանում եք, որ Նիկոլ Փաշինյանը վախեր ունի դրա հետ կապված եւ փորձում է օրինակ չեզոքացնել այդ ուժերին։ Դուք այդպիսի մտավախություն օրինակ կամ այդպիսի ազդակ ստանում եք, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ հնարավոր է այդպիսի մտավախություն ունի եւ ըստ ամերիկյան վերջի հարցումների, ինչքան ես գիտեմ,
հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայերի մեջ համարվում է ամենաբարձր ռեպուտացիա ունեցող ինստիտուտը մեր երկրի։ Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության մեծամասնությունը աջակցում է իր եկեղեցուն եւ տեսնում է իր հոգու կարիքների հոգալու տեղը իր եկեղեցում։ Այո, կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ խնդիրներ են տեսնում, կլինեն սպասավորներ, ովքեր խնդրահարույց են, բայց նույնը կա բժիշկների մեջ, ոստիկանության մեջ, անգամ մեր կառավարության մեջ կարող է հազվադեպ, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր արժանի չեն իրանց դիրքին։ Դուք կարծում եք միայն եկեղեցուն պաշտպանելու համար, եթե տեսնում եք այդպիսի վտանգ, օրինակ Ռուսաստանի չեմ կարող ասել, ինչքան ես հասկանում եմ, շատ տարօրինակ է, որ այսպիսի մեծ եկեղեցական տրադիցիա ունեցող երկրի ղեկավար կարող է այսպիսի բացասական վերաբերմունք ունենալ իր երկրի հիմնական ինստիտուտներից մեկին։ Շնորհակալություն։ Ռուսաստանից արձագանքներ կան, օրինակ Զախարովան, բացի Զախարովայից այլ նաև Շնորհակալ եմ, մյուսը հետո կշարունակենք իստումա այսքանով։ Պարոն Կարապետյան, ձեր կարծիքով միայն վերջին հայտարարությունն էր ձեր հորեղբոր պատճառը, որ այսպես արշավ սկսվեց ձեր դեմ, թե նախապատմություն այլ հիմքեր ունեն, որովհետև մենք հիշում ենք, որ վատ չեն ձեր հարաբերությունները, Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա ձեր գովում, այսինքն բարերար գործարարներին Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին Արցախում դեռևս չհանձնված իր կողմից։ Հետո 21 թվականին Սամվել Կարապետյանը ջերմընդունելության արժանացավ Նիկոլ Փաշինյանի մոտ, եւ այս ընթացքում ձեր կողմից, ձեր ընտանիքի կողմից այդպես ընդդիմացող ինչ-որ բաների չենք տեսել, չենք որ մասնակցում եք։ Մի տեսլական ունենք, մեր տեսլականը կայանում է սրանում։ Եթե մեր ժողովուրդը ընտրում է ղեկավար, մենք կաշխատենք այդ ղեկավարի հետ եւ կփորձենք մեր երկրին ինչ որ դրական էֆեկտ տալ։ Միշտ աշխատել ենք այդպես ու երբեք խնդիր չի եղել։ Այդ դուք տեսնում եք, չէ՞, ղեկավարը ինչ քայլեր էր անում, օրինակ հանձնեց Արցախը, չգիտեմ, բազմաթիվ այլ հայտարարություններ արեց, Հայաստանի սուվերեն տարածքից որոշ տարածքների նրա օրոք զիջվեցին թշնամուն, ու այսպես շարունակ։ Ինձ թվում է բոլորն են տեսնում ու դրա հայելին պետք է լինի ժողովրդի կարծիքը, մարդկանց կարծիքը։ Եթե մեր հայրենակիցները կողմ են, եթե կողմ չեն, ուրեմն կողմ չեն։ Մենք եք այդ ժամանակ, օրինակ 21 թվականին, 20 թվականին, բայց չեք արտահայտել ձեր դեմ։ Արտահայտել ենք։ Դուք երևի չեք հիշում, Սամվել Կարապետյանն էլ, իմ հայրն էլ, Կարեն Կարապետյանն էլ կոչ են արել վարչապետին հրաժարական տալ։ Շնորհակալություն։ Կարապետյան, հեծը պետականացնելու հետ կապված